Չինաստանի եւ Հայաստանի միջև երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման լուրջ խթան էր 2008 թվականին Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հրավիրված հայ-չինական տնտեսական համաժողովը, որին մասնակցում էին հայ եւ չին գործարարշրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ։ Համաժողովի 2 օր շարունակվող աշխատանքների արդյունքում ձեռք բերվեցին բազմաթիվ պայմանավորվածություններ, կնքվեցին պայմանագրեր եւ ուրախությամբ պետք է արձանագրել, որ անգամ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի եւ Չինաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալները ոչ միայն չեն նվազել, այլ նաև ավելացել են, նշում է դեսպանը, սակայն ամենից առավել դեսպանը կարևորում է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի չին ժողովրդի մեծ բարեկամ լինելու հանգամանքը։ Ես այսօր եկել եմ ձեզ պաշտոնապես հրաժեշտ տալու, որովհետև դուք ոչ միայն իմ, այլ նաև ողջ չին ժողովրդի մեծ բարեկամն եք։ Ես ուրախ եմ, որ մենք ձեր նման բարեկամ ունենք։ Քաղաքական տնտեսական ոլորտներում մեր երկրների միջև կապերի ամրապնդման գործում ձեր ունեցած մեծ ավանդից զատ, դուք նաև չին ժողովրդին օգնության ձեռք մեկնեցիք մեզ համար շատ ծանր մի ժամանակահատվածում։ Չինաստանի աղետալի երկրաշարժի ժամանակ դուք $100,000 հատկացրեցիք հետևանքների վերացման համար։ Մեզ համար անգնահատելի էր այդ ուշադրությունը եւ հավատացեք, որ չին ժողովուրդը դա երբեք չի մոռանա։ Մեր բարեկամությունը հավերժ է։ Գագիկ Ծառուկյանն իր հերթին շեշտեց, որ դեսպանի պաշտոնավարման տարիներն իրոք խիստ արդյունավետ են եղել երկու երկրների միջև դիվանագիտական կապերի հաստատման ու ամրապնդման առումով։ Դուք շատ մեծ աշխատանք եք իրականացրել Հայաստանի եւ Չինաստանի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային կապերի ամրապնդման համար։ Մենք իհարկե տխրում ենք, որ ձեր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում ավարտվում է, սակայն պատրաստակամ ենք շարունակել համագործակցությունը։ Իմացեք, որ Հայաստանում դուք ունեք լավ բարեկամներ, ովքեր միշտ ուրախ են հյուրընկալել ձեզ։